Նախորդ շաբաթվա մշակութային անցուդարձի ամփոփմամբ մշակութային ազդագիրն է շողակաթի եթերում։ Բարև ձեզ։ Նախ երկու տողով այն թեմաների մասին, որոնց անդրադառնալու ենք մեր այսօրվա թողարկման ընթացքում։ Իր ընթերցողին երբեք չմեռնելու պատվիրանը թողած բանաստեղծը փետրվարի 7-ին հեռացավ կյանքից։ Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը 3 օր գրականագիտության մեթոդոլոգիայի հարցեր են քննարկվել։ Կոմիտասի մասին գրեթե ամեն ինչ մեկ սկավառակում կայացել է Կոմիտաս մուլտիմեդիա հանրագիտարանի շնորհանդեսը։ Իտալացի մասնագետների օգնությամբ հայ երիտասարդ ճարտարապետները կփորձեն վերականգնել Արուճի տաճարը։ Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանի բալետն արդեն պատրաստ է թռիչքի։ Իրանական ժամանակակից պոեզիան հայերենով, իրանական ժամանակակից գրականություն բլոգն արդեն իր հավատարիմ ընթերցողն ունի։ Փետրվարի 7-ին տևական հիվանդությունից հետո կյանքից հեռացավ բանաստեղծ Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանը։ Մամուլում սոցիալական կայքերում բազմաթիվ են անվանի բանաստեղծին նվիրված հիշատակություններն ու հոդվածները։ Ըստ տեսաբանների, ժամանակակից գրողներից Հովհաննես Գրիգորյանի պոեզիան ամենաընթերցվողներից է։ Սիրված է ոչ միայն նրա գրականությունը, այլև հենց ինքը։ Ծնվել եմ առավոտյան շուտ, Գյումրվա մի աղքատիկ առավոտ, ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո, երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել և անտարբեր նայում էր մեր մոլորված ընտանիքին։ Տերյանական պոեզիայով ոգեշնչված վաղ տարիքից գրում էր, 3-4 դասարաններում նրա ստեղծագործություններն արդեն տպագրվում էին, պիոներ կանչում։ Խմբագիր Վարդգես Պետրոսյանը նկատել էր գյումրեցի պատանու տաղանդը և Ալեքսանդր Թոփչյանի հետ փորձում էր սատարել նրան, գրական ասպարեզ բերել։ Հովհաննես Գրիգորյանի առաջին երգեր առանց երաժշտության ժողովածուն լույս է տեսնում 1975 թվականին, թեև բանաստեղծը գիրքը տպագրության էր հանձնել 15 տարի առաջ։ Պատճառը հեղինակի գործերը տարօրինակ ու անսովոր էին ժամանակի համար։ Գրական բանավեճերից ու քննադատություններից անկախ գիրքը միանգամից ճանաչում բերեց գրողին։ Այնուհետև հաջորդեցին բոլորովին ուրիշ աշուն, անձրև մի տխուր առիթով դանդաղ ժամեր գրքերը։ Ոստիկանական լրատու, ուշադրություն, ևս մի հետաքրքիր տեղեկություն, 20-րդ դարի վերջին ժամը 16:15 րոպեին այս ժողովուրդը դուրս է եկել իր հայրենիքից և այլևս չի վերադարձել։ Արտաքին նշանները՝ բազմադարյան, բազմաչարչար, տաղանդավոր, աշխատասեր, համբերատար, աշկերի մեջ անսահման թախից, սիրտը կոտրված մի քանի տեղից։ Տեսնողներին խնդրում ենք շտապ հայտնել պարլամենտ, որին մի քանի օրով ժողովուրդ է հարկավոր նոր ընտրությունների համար։ Հովհաննես Գրիգորյանը մեծ վաստակ ունի նաև թարգմանական գրականության ասպարեզում։ Կորտասարի վեպերը, Խոսե Օրտեգայի Գասետի մշակույթի փիլիսոփայություն էսսեների ժողովածուն և համաշխարհային գրականության այլ նմուշներ հայ ընթերցողին ներկայացան նրա թարգմանությամբ։ Հովհաննես Գրիգորյանը ոչ միայն ստեղծագործում էր, այլև ակտիվ մասնակցում գրական կյանքի պրոցեսներին։ Միշտ հետևում էր նաև գրականություն մուտք գործած ամեն նորեկի, սատարում ու ոգևորում։ Ցոլքեր գրական ակումբն էլ ստեղծվել էր հենց այդ նպատակով։ Հովհաննես Գրիգորյանի երկերը թարգմանվել են տարբեր լեզուներով, հեղինակն արժանացել է Ավետիք Իսահակյանի անվան և Վահագն մրցանակների, պարգևատրվել Մովսես Խորենացու անվան շքանշանով։ 2001 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի, գրականության և հրապարակախոսության ոլորտում գնահատելի ավանդի և երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ գրքի համար։ Լուսինե Բալյան, Ռոբերտ Խարազյան, մշակութային ազդագիր։ Փետրվարի 8-ից 10-ը Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը գիտաժողով անցկացվեց։ Գրականագիտության մեթոդոլոգիայի հարցերն արդիփուլում, պոստմոդեռնիզմ 20 տարի անց խորագրով։ Կազմակերպիչները Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Գրողների միությունը և Մշակութային հասարակություն հասարակական կազմակերպությունն էին։ Երրորդյա գիտաժողովի ընթացքում շուրջ 20 զեկուցում է հնչել։ Գիտաժողովը բացառիկ է այն առումով, որ նախատեսված է հատկապես երիտասարդ տեսաբանների, գրականագետների և քննադատների համար։ Կազմակերպիչները ևս երիտասարդ գիտնականներ են։
Ցավոք այսօր դեռևս մեր գրականագիտության մեջ իշխող է մնում բանասիրական մեթոդը, գովաբանությունը պարզապես խոսքեր շռայլել է, սակայն գիտական մեթոդները, որոնք այդքան տարածված են եւ բազմազան են, այսօր շատ քիչ հատուկ են մասնագետների կողմից են կիրառություն գտնում։ Այսօր խնդիր կա ամբողջությամբ ուսումնասիրելու 20-րդ դարի գրականագիտական տեսական միտքը, յուրացնելու մոդեռնիստական եւ պոստմոդեռնիստական տեսությունները, նկատում են գրականագետները։ Առանց դրա հնարավոր չէ հասկանալ եւ ինտեգրվել համաշխարհային գրականագիտական գործընթացներին։ Լավ կլիներ, որ ընդհանրապես տեսությունը եւ գրաքննադատությունը լուրջ նայեր այդ վերլուծելիս լուրջ նայեր նաեւ այդ իզմերին։ Այսինքն ժամանակակից գրականագետները երիտասարդությունը եւ նաեւ ընթերցող երիտասարդությունը տեղյակ լիներ գրականության մեջ, աշխարհի գրականության մեջ եղած հոսանքներին։ Այդ իմաստով ողջունելի է չափազանց այս գիտաժողովը եւ ուրախ եմ, որ բավականին ներկայանալի ժամանակակից գրականագետների այստեղ տեսա։ Գիտաժողովի թեմաները բազմազան են՝ պոստմոդեռնիզմի տեսությունը, անալիտիկ հոգեբանություն, ստրուկտուրալիզմ, միֆոլոգիական դպրոց եւ այլն։ Հայ մասնագետներին իրենց գրականագիտական փորձն են ներկայացնում գիտնականներ Վրաստանից եւ Ռուսաստանից։ Այստեղ ես հանդես կգամ զեկույցով, որ կներկայացնի ռուսական պոստմոդեռնիզմը, արդի ռուս գրականության զարգացումները։ Ուշագրավ է, որ մենք ունենք Վալերի Հայրապետյան անունով հայ արձակագիր, որի ստեղծագործությունները նույնպես լայն տարածում ունեն Ռուսաստանում։ Այսպիսի գիտաժողովները չափազանց կարևոր են վերագնահատելու համար գրական մշակութային զարգացումները։ Այսօր Վրաստանում գրականագիտական մեթոդների վերաիմաստավորում է կատարվում։ Փոխվում է բանասիրական կրթության մոդելը, հաղթահարվում է պոստմոդեռնիզմը։ Եվ ես կարծում եմ, մեր փորձը հետաքրքիր կլինի հայ մասնագետներին։ Ծաղկաձորյան այս գիտաժողովը նոր լիցք կհաղորդի հայ գրականագիտական մտքին, համոզված են մեր գիտնականները, մանավանդ որ ժամանակակից հայ գրողներն այսօր պարզ գովաբանություններից ավելի խորքային գիտական վերլուծությունների կարիք են զգում։ Նշան Աբասյան, Վարդգես Մանուկյան, մշակութային ազդագիր։ 2005 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կրթություն ընկերությունն ավարտեց Արամ Խաչատրյանի դարը մուլտիմեդիա նախագիծը։ Համաշխարհային մուլտիմեդիա մրցույթում այն ՄԱԿ-ի համաշխարհային գագաթնաժողովի գլխավոր մրցանակին արժանացավ։ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն ընկերությանը նոր առաջարկով դիմեց ստեղծել Կոմիտասին նվիրված մուլտիմեդիա նախագիծ։ Առաջարկը շատ պատասխանատու եւ պարտավորեցնող էր, նախապատրաստական լուրջ աշխատանք էր պահանջում։ Նախագծի իրականացմանը տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ կրթություն ընկերությունը ձեռնամուխ եղավ 2009 թվականին Կոմիտասի 140-ամյակի ծրագրի շրջանակում։ Օրերս Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Կոմիտաս մուլտիմեդիա հանրագիտարանի շնորհանդեսը։ Ամեն ինչ Կոմիտասի մասին, Կոմիտաս կյանքն ու գործը մուլտիմեդիա հանրագիտարանում։ Սա եռալեզու DVD սկավառակ է հայերեն, անգլերեն, ռուսերեն։ Ներկայացված է Կոմիտասի կյանքի ժամանակագրությունը մանրամասնությամբ ըստ շրջանների, լուսանկարներով, աուդիո եւ վիդեո նյութերով։ Հանրագիտարանում ընդգրկված են կոմիտասյան երաժշտության կատարումներ, մշակումներ։ Կոմիտաս կյանքն ու գործը մուլտիմեդիա հանրագիտարան նախագիծն իրագործել է տեղեկատվական տեխնոլոգիաներ հիմնադրամը Հայաստանի մշակույթի նախարարության առաջարկով։ Գարեգին Չուքազյանը ամերիկյան համալսարանում ներկայացրեց մուլտիմեդիա հանրագիտարանը։ Առաջին երաժշտական հանրագիտարանը մուլտիմեդիա, որտեղ ներառված են մոտ 600 կատարումներ կոմիտասյան, այսինքն կոմիտասի գործերի եւ մենք ունենք մոտավորապես 250 երգի, մոտ 600 կատարում այդտեղ։ Հանրագիտարանում տեղ գտած ամբողջ նյութը հիմք կհանդիսանա կոմիտասյան վիրտուալ եւ իրական թանգարանների համար։ Մեկ այլ նախագիծ։ Կոմիտաս երգենք միասին։ Սա կարաոկե սկավառակ է, ուր ընդգրկված են կոմիտասյան շուրջ 25 երգ ու տեսահոլովակ։ Նախագիծն իրականացվել է երգահան Լիլիթ Պիպոյանի հետ։ Կոմիտաս անունը միայն տխրության հետ չի ասոցացվում, ում ձեռքին կհայտնվի Կոմիտաս կարաոկեն, կհայտնաբերի Կոմիտասի ուրախ ու մանկական մշակումները։ Կոմիտաս կարաոկեն հատկապես երեխաներին կուրախացնի ու օգտակար կլինի։ Այն երգերը, որոնք Կոմիտասի կողմից մշակված չէին, կան այդպիսի երգեր, որոնք ուղղակի միգուցե մշակվել են
մեղեդին եւ տեքստը, բայց ոչ բազմաձայնվել, ոչ երգչախմբային գործեր դարել, ոչ ասենք դաշնամ։ Դրանք ես ուրեմն ազատ էի անել, ինչպես ես ինքս էի զգում։ Նրանք այն երգերը, որոնք Կոմիտասը ձեռքը դիպչել է արդեն, ես այդ պարագայում մնացել եմ հարազատ իր հարմոնիզացիան, այսինքն ներդաշնակմանը, եւ ընդհանրապես հիմնվել եմ իր արածի վրա։ Կոմիտաս հանրագիտարան ու Երկենք միասին ծրագրի հեղինակները նշում են, որ ակնածանքն այնքան մեծ էր, որ համարձակություն էր պետք իրագործելու համար։ Աննա Թամրազյան, Վարդգես Մանուկյան, մշակութային ազդագիր։ Հայաստանի եւ Իտալիայի միջև իրականացվող միջպետական ծրագրի շրջանակում Երևանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում ճարտարապետների եւ շինարար աշխատողների համար մաստեր դասընթացներ են անցկացվում։ Հայ մասնագետներին ներկայացվում են իտալական հարուստ փորձը, ինչպես նաեւ գոյություն ունեցող նորարար մոտեցումները։ Դասընթացները վարում են Միլանի Պոլիտեխնիկ համալսարանի դասախոսները, համագործակցելով Երևանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի դասախոսների հետ։ Նախատեսվում է նաև ուսումնական ճանապարհորդություն դեպի Իտալիա։ Արուջի տաճարը նշանավոր է թե իր ճարտարապետությամբ եւ թե որմնանկարներով։ Ըստ հայ պատմիչների այն կառուցվել է հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի կառավարման եւ Անաստաս Ակորեցի կաթողիկոսի գահակալության տարիներին։ Մաստեր դասընթացի շրջանակում իրականացվում են հնագիտական, ինչպես նաեւ որմնանկարների վերականգնման ու պահպանման աշխատանքներ։ 2011 թվականին են մեկնարկել մաստերի երկամյա դասընթացները։ Դասընթացավարները Միլանի համալսարանի պրոֆեսորներ են։ Բացի լսարանային դասերից կատարվում են նաև գործնական աշխատանքներ։ Մշակույթի նախարարության որոշմամբ դրանք Արուջի տաճարում են իրականացվում։ Գործնական աշխատանքի համար այս տաճարը հրաշալի օրինակ է։ Այժմ ուսանողները ժամանակակից բազմաթիվ գործիքների միջոցով ուսումնասիրում են կառույցի վիճակը։ Կարևոր է պարզել կառույցի տեխնիկական վիճակը, որպեսզի ապահովենք այն մարդկանց անվտանգությունը, որոնք տաճար են մտնում։ Կարևոր է ճեղքերի, ճաքերի ուսումնասիրությունը։ Դրա համար արդեն տեղադրվել են ճեղքաչափեր։ Դրանք ցույց են տալիս, թե ժամանակի ընթացքում ինչ ճեղքեր են առաջացել, ջերմաստիճանի փոփոխության եւ խոնավության պատճառով ինչ փոփոխությունների են ենթարկվել։ Համբարձման տեսարանը պատկերող այս որմնանկարը 7-րդ դարի է թվագրվում։ Արուջում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան եւ այլ շինությունների ավերակներ։ Իտալացիները վերականգնողական աշխատանքները հաճախ բուժում են անվանում։ Վերաբերմունքն էլ այդպիսինն է։ Հուշարձանները բուժման, խնամքի եւ հարգանքի կարիք ունեն։ Բացի բուն ճարտարապետական աշխատանքներից իրականացվում են նաև հնագիտական աշխատանքներ։ Դասընթացի նպատակն է չտարանջատել հնագիտությունը ճարտարապետությունից։ Ճարտարապետները մասնակցում են հնագիտական աշխատանքներին, հնագետներն էլ ճարտարապետների։ Մենք ուսանողներին ստիպում ենք շատ աշխատել։ Բացի այդ, աշխատանքից դուրս էլ շատ ենք միասին ժամանակ անցկացնում եւ մտքեր փոխանակում։ Վարպետության դասընթացի ավարտին մենք արդեն կունենանք վերականգնողներ, ովքեր իրենց գործից տեղյակ կլինեն, կիմանան ինչպես ախտորոշիչ հետազոտություններ կատարել եւ որպես որակյալ մասնագետներ մուտք կգործեն վերականգնման բնագավառ։ Իտալացի մասնագետների խոսքով շուտով դասընթացը իր շոշափելի արդյունքը կունենա։ Ուսանողները փոքրիկ աջակցության դեպքում կկարողանան իրականացնել Արուջի տաճարի վերականգնողական ողջ աշխատանքը։ Մարինե Քոչարյան, Վարդգես Մանուկյան, մշակութային ազդագիր։ Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանն ավարտել է բալետ անիմացիոն ֆիլմը, որի վրա աշխատել է ավելի քան 3 տարի։ Ֆիլմն այս տարի կներկայացվի Ռուսաստանի Սուզդալ քաղաքում անցկացվող անիմատորների ֆորումին, որից հետո կսկսվի բալետի փառատոնային կյանքը։ Հաճախ ամեն ինչ սկսվում է հնչյունից, երաժշտությունից, երբեմն էլ կերպարից, որը պահանջում է պատմություն, միջավայր, հագուստ, գույն։ Լինում է նաև այնպես, որ մանրակրկիտ մշակված, արդեն ամբողջությամբ նկարված կերպարները դուրս են մնում ֆիլմից։ Անիմացիայի աշխարհում ամեն ինչ անկանխատեսելի է։ Կենտավրոս։ Երազում եմ մաման կենտավրոս։ Այս ֆիլմում թելադրողը Ավետ Տերտերյանի երաժշտությունն է։ Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը ֆիլմի վրա սկսել է աշխատել 3 տարի առաջ։ Մեկ շաբաթ է ձայնի վերջին շտկումներն է անում։ Դիմեց կինոկենտրոն ստացա այդ ֆիլմի համար ֆինանսավորում ու 3 տարի շարունակվեց դա։ Փաստորեն մի տարի շողակաթում եմ աշխատել այդ ֆիլմի վրա, 2 տարի էլ կինոկենտրոնի գումարներով։ Մուլտֆիլմը մի ընտանիքի մասին է, բռի ամուսնուն լուր հանդուրժող կին, ծնողների հարաբերություններից գլուխ չհանող որդի, որ բաց տեքստով ասում է՝ չեմ սիրում հայրիկիս։
Եվ հանկարծ մի օր ընտանիքը հայտնվում է բալետում։ Տարօրինակն այն է, որ ես երջանիկ ընտանիք ունենալով այսպիսի ֆիլմ ստեղծեցի։ Մինչդեռ ընտանիքի այս մոդելը մեր իրականության մեջ այնքան էլ քիչ չէ, ասում է մուլտիպլիկատորը։ Այդ ներկայացման մեջ իրանք տեսան իրանց պատմությունները, ոնց որ մի քիչ փոխած կերպարները կային, մեկ չկային, մեկ կային։ Ու տղամարդը հասկացավ, որ ոնց որ թե ինքը պետքա ժպտա, որ ամեն ինչ փոխվի։ Վերջում փաստորեն ֆինալը նրանում է, որ ժպտում է այդ տղամարդը, ոնց որ մաքրվելու ինչ որ փոքրիկ հույս կա, որ այդ մարդը կհասկանա կյանքը որն է։ Իմ ֆիլմերում չկա ներկա, ասում է մուլտիպլիկատորը։ Նա համոզված է, որ հենց արվեստի միջոցով է հնարավոր վերակառուցել, մաքրագործել։ Կյանքն այնքան ազդեցիկ չէ, որքան արվեստը, այստեղ ամեն ինչ սրված է։ Ֆիլմը հենց այս ուղերձով է ներկայանում հանդիսատեսին։ Հավանաբար այն կունենա իր որոշակի տարիքային լսարանը։ Մեծահասակների համար է, ասում է մուլտիպլիկատորը, բայց թոռս Մաշան դիտեց ֆիլմից մի հատված մեծ հետաքրքրությամբ։ Նշանակում է նրա հասակակիցներն էլ դրա մեջ իրենց հարազատ մի բան կգտնեն։ Երեխաները իրանք ուրիշ բան են տեսնում։ Դու մի ֆիլմ նայելով մանկության ժամանակ ու հետո, ասենք ավելի հասուն տարիքում, տարբեր ֆիլմեր ես նայում։ Այն ինչ որ հասկանում է երեխան այդ ֆիլմից, մեծ հասակում դու կորցնում ես այդ հասկանալու ունակությունը։ Իր համար ուրիշ բաներն են կարևոր, գույներն են կարևոր, երաժշտությունն է կարևոր, ռիթմն է կարևոր։ Մեծի համար ավելի իմաստն է կարևոր, սյուժետն է կարևոր։ Երեխաները ուրիշ բաներ են տեսնում ու զգում։ Կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի անսովոր, մեղեդու ստանդարտ ընկալումները հերքող սիմֆոնիաներն են թելադրել ֆիլմի սյուժեն եւ կերպարների ընտրությունը։ Այս ֆիլմից հետո մուլտիպլիկատորը պատրաստվում է վերսկսել եւ ավարտին հասցնել ընկերուհու Սոֆիա Հովանիսյանի հովանավորությամբ դեռ 13 տարի առաջ սկսած Դանթե ֆիլմը։ 3 րոպե արեցինք խմբով նստած մեր նորակառույց տանը, որ նոր սենյակ էր, ոչինչ չկար, պատերը քանդած։ Մենք նստած մի քանի հոգով մուլտ էինք անում, ձեռքով թղթի վրա մատիտով նկարվում էր ֆազաները, հետո նույն մատիտներով գունավոր ներկվում էր հատ-հատ։ Շատ հետաքրքիր պրոյեկտ է։ Դե այնքանով հետաքրքիր, որ 10 տարի է անցել, 13, որ ինքը չի հնացել։ Իր գիտելիքը մուլտիպլիկատորն այսօր փոխանցում է երիտասարդներին։ Հայաստանում մուլտիպլիկացիան ապագա ունի, վստահ է Նաիրա Մուրադյանը։ Ըստ նրա, այս դաշտի զարգացմանը նպաստում է նաև Ռեանիմանիա փառատոնը, որն առաջին հերթին հնարավորություն է տալիս շփվելու մեծանուն անիմատորների, մուլտիպլիկատորների հետ։ Ապագա կա, որտեղ սիրողներ շատ կան, անիմացիա սիրողներ շատ կան։ Բարդ գործ է, բայց հետաքրքիր է։ Ինքն հենց սովորական չի, էլի։ Ինքը աշխարհ է բացում քո առաջ։ Դու կարաս աշխարհ ստեղծես։ Դրանից հետաքրքիր բան։ Արդեն շուրջ 1 տարի է երիտասարդ բանաստեղծ Տաթև Չախչախյանն ու նկարիչ դիզայներ Էդիկ Պողոսյանը իրանական ժամանակակից պոեզիայի թարգմանությամբ են զբաղվում։ Ընթերցողը հետաքրքրությամբ ընդունեց նրանց ձեռնարկը, արձագանքը բավական մեծ էր։ 1 ամիս է գործում է իրանական ժամանակակից գրականություն բլոգը, որտեղ Տաթևն ու Էդիկը ներկայացնում են իրենց թարգմանությունները։ فردا امروز ذهنم پر است از یک مادیان و کره‌اش. فردا برایت شعری عاشقانه خواهم نوشت. Վաղը այսօր միտքս զբաղված է մի ձիով ու իր փորակով։ Վաղը քեզ համար սիրային բանաստեղծություն կգրեմ։ Էդիկը տողացի թարգմանում է, իսկ Տաթևը գրական տեքստի վերածում։ Արդյունքը շուրջ 10 իրանցի ժամանակակից հեղինակի արդեն ավելի քան 70 էջ թարգմանական պոեզիա։ Էդիկ Պողոսյանն արդեն 6 տարի է Իրանից Երևան է տեղափոխվել։ Մասնագիտությամբ թեև նկարիչ դիզայներ է, բայց պարսկական գրականություն, հատկապես պոեզիա թարգմանելու ցանկություն միշտ է ունեցել։ Ինքնուրույն որոշ բաներ փորձել է, սակայն Տաթևի հետ ծանոթանալուց հետո է, որ գործին սկսել է ավելի լուրջ ու գրագետ վերաբերվել։ Պարսկաստանում միշտ եղել է այդ դասական պոեզիայից եկած շատ մեծ հարստություն, եւ հիմա ժամանակակից պոեզիան էլ, սպիտակ պոեզիան էլ այդ ուժեղ հիմքի վրա ստեղծում է շատ լավ պատկերներ։ Ես միշտ ուզեցել եմ, որ հայ ունկնդիրը ունենա հնարավորությունը այդ մշակութային հարստության հետ ծանոթանալու։ Իրենց մոտ մշակվել է շատ հետաքրքիր զգուշավորություն բառի նկատմամբ։ Ու ինձ թվում է, որ իրանական գրականության ամբողջ հմայքը հենց դրա մեջ է կայանում։
որ իրենք շատ նուրբ, շատ զգուշ են մոտենում բառին։ Տաթևի ու Էդիկի թեթև ձեռքով հայ ընթերցողը ժամանակակից իրանական գրականությանը եւ հատկապես երիտասարդ գրողների աշխատանքներին ծանոթանալու հնարավորություն ունի։ Այնպիսի պոետների են ընտրում, որոնց անուններն այստեղ կամ հայտնի չեն, կամ էլ շատ քիչ են շրջանառվում։ Նրանց հետ կապ են հաստատում, ստանում համաձայնություն ու սկսում թարգմանել։ Սկզբնական շրջանում խորհուրդներ հարցնում ենք հենց մեր իրանահայ ընկերներից, թե այնտեղ ում գրականությունն ավելի տարածված է, կամ հենց Էդիկը, որ պարբերաբար լինում է այնտեղ գրախանութներում հարցնելով, ովքեր են ավելի լավ վաճառվում, այդպես էր ընտրությունը։ Օրինակ Գյարուս Աբդուլմալեքյանը այսօր ամենաշատ վաճառվող հեղինակներից է Իրանում։ Եվ սկզբնական շրջանում նրանց սկսեցինք թարգմանել, բայց այսօր նաև ինքներս ենք փորձում ընտրություն կատարել են հեղինակներից, ովքեր շատ տարածված չեն, բայց իսկապես լավ գրականություն են ստեղծում։ Արդեն 1 տարի թարգմանում են, իսկ 1 ամիս առաջ էլ սկսեցին իրենց աշխատանքը նաև հանրության սեփականությունը դարձնել։ Իրանական ժամանակակից գրականություն բլոգի այցելուները շատ են։ Նման արձագանքի չէինք սպասում, ասում են Տաթևն ու Էդիկը։ Այս նախաձեռնությունը նաև Իրանում է մեծ հետաքրքրություն առաջացրել։ Թեև դեռ վաղ են համարում այս մասին խոսել, բայց թարգմանություններն առաջիկայում նախատեսում են էլեկտրոնայինից թղթային գրիչի փոխանցել ու գրքի տեսքով դնել ընթերցողի սեղանին։ Նորամուծություններ մենք անում ենք, էքսպերիմենտներ անում ենք, նոր բառեր կարող է ստեղծենք կամ ինչ որտեղ բառացի պահպանենք, պարսկերենից նույն բառը, որը հայերենում դեռ տարածված չի։ Բողոքներ ստացել ենք, հետաքրքիր է, բողոքներ ստացել ենք, բայց մենք շարունակում ենք։ Մենք նաև գնում ենք նրան, որ շատ հավատարիմ չմնանք բնագրին, բառացի։ Ստանանք նույն հզոր պատկերը, որ պարսկերենում կա հայերենով, որովհետև ինձ թվում է մեր գործի հաջողությունը եւ համոհոտը դրա մեջ է։ Ինձ համար շատ հետաքրքիր է աշխատել որպես խմբագիր մի լեզվի հետ, որին ինքս չեմ տիրապետում։ Ընդամենը 1 ամիս է ինչ սկսել եմ սովորել, որովհետև շատ կայթակղիչ է։ Դրա համար թարգմանական թարգմանության ընթացքում օգտվում ենք տարբեր լեզուներից, արված թարգմանություններից ու խմբագրի աշխատանքը հեշտացնելու, ինչ որ արդյունքի հասնելու համար Էդիկը մի բանաստեղծության 3-4 տարբերակ է թարգմանում, որպեսզի տեքստը զգանք, զգացողությունը զգանք, լեզվամտածողությունը զգանք ու այդտեղից դուրս բերենք գրականություն։ Որոշ գործեր հայերենով շատ ավելի լավ են հնչում, քան պարսկերենով, անկեղծանում են Տաթևն ու Էդիկը։ Իդեպ իրանական ժամանակակից գրականություն բլոգում շուտով ոչ միայն պոեզիա, այլև արձակ ստեղծագործություններ կհայտնվեն։ Լիլիթ Գրիգորյան, Գուրգեն Ջանիբեկյան, Մշակութային ազդագիր։ Փետրվարի 3-ից 10-ը Հայաստանում Քուվեյթի մշակույթի օրեր անցկացվեցին։ Երևանում եւ Գյումրիում բացվեցին լուսանկարչական եւ գեղանկարչական ցուցահանդեսներ։ Կազմակերպվեցին կինոդիտումներ, հյուրախաղերով հանդես եկավ Քուվեյթի պետական ազգային անսամբլը։ Քուվեյթից մեծ պատվիրակություն էր Հայաստան ժամանել, 40 արվեստագետ եւ պաշտոնյա։ Միջոցառումների պաշտոնական մեկնարկը տրվեց ազգային պատկերասրահում արաբական արվեստը ներկայացնող ցուցահանդեսով։ Ներկայացված գեղանկարչական եւ լուսանկարչական ավելի քան 70 աշխատանքները հայ արվեստասերի առջև բացում են ժամանակակից Քուվեյթն ու քուվեյթցի արվեստագետների աշխարհընկալումը վարգույների, յուրօրինակ գեղարվեստական լուծումների մեջ։ 9 ամսյա վերանորոգումից հետո Ամստերդամում կրկին իր դռները կբացի Վինսենտ Վան Գոգի թանգարանը։ Բացումը նվիրված է միաժամանակ 2 հոբելյանական տարեդարձի նկարչի 160-ամյակին եւ Ամստերդամում թանգարանի հրապարակի 40-ամյակին։ Միջազգային լրահոսի մյուս մշակութային նորությունները ներկայացնում ենք մեկ տեսաշարով։ Վոնկ Կար-Վայի «Մեծ վարպետներ» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով փետրվարի 7-ին բացվեց Բերլինի միջազգային 63-րդ փառատոնը։ Մինչև փետրվարի 17-ը փառատոնի փակման օրը եւս 32 համաշխարհային պրեմիերա է նախատեսվում։ Փառատոնին այս տարի շուրջ 19000 կինոգործիչ է մասնակցում 120 երկրից։ Գլխավոր մրցանակի ոսկե արջի համար պայքարում են ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի «Կողմնակի ազդեցություն», իրանցի Ջաֆար Փանահինի «Փակ վարագույր», Թոմաս Արսլանի «Ոսկի» եւ 16 այլ ֆիլմեր։ Ժյուրին գլխավորում է Վոնկ Կար-Վայը։ Ամերիկյան Էնի մրցանակաբաշխության տարվա լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ է ճանաչվել «Ռալֆը»։ Ամերիկյան Դիսնեյ ընկերության ֆիլմն արժանացել է եւս 4 մրցանակի՝ ռեժիսորական աշխատանքի, երաժշտության, կերպարի հնչյունավորման եւ սցենարի համար։ Ռալֆ մուլտֆիլմը պատմում է հին տեսախաղերից մեկի բացասական կերպարի մասին, ով որոշում է վերափոխվել, լավը դառնալ։
Ֆիլմը վարձույթում հայտնվել է 2012 թվականի նոյեմբերին։ Միքելանջելոյի ամենահայտնի քանդակներից մեկի Դավթի արձանի կրկնօրինակի տեղադրումը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել Ճապոնիայի Օկուիձումի քաղաքի բնակիչների շրջանում։ Պատճառն այն է, որ նրանք չեն ցանկանում քանդակը մերկ տեսնել եւ պահանջում են վարտիքացնել Դավթին։ Աշխարհահռչակ քանդակի 5.3 մետր երկարությամբ կրկնօրինակը բնակիչներին նվիրել է այդ քաղաքում ծնված մի հարուստ գործարար։ Քանդակը տեղադրվել է այգում, որը մշտապես լի է երեխաներով, իսկ բնակիչները կարծում են, որ նման անկեղծ քանդակների տեղադրումն այդպիսի վայրում նպատակահարմար չէ։ Իտալիայում սկսվել են Պոմպեյ քաղաքի վերականգնման մասշտաբային աշխատանքները։ Փլատակների վերականգնման ու ամրացման համար շուրջ 140 միլիոն դոլար կպահանջվի։ Հիշեցնենք, որ Պոմպեյը քանդվել էր շուրջ 2000 տարի առաջ Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով։ Արտանետումների հասցերտի տակ հայտնված քաղաքի բոլոր շինությունները պահպանվել են, սակայն վերջին տասնամյակում սկսել են քանդվել։ Լիլիթ Գրիգորյան, մշակութային ազդագիր։ Հայ եւ համաշխարհային մշակույթի որ մեծերի ծննդյան օրն է առաջիկա օրերին։ Կիմանանք, եթե դիտենք այս շաբաթվա հոբելյարներին ներկայացնող մեր հաջորդ տեսանյութը։ 1313 թվականի փետրվարի 11-ին է ծնվել նշանավոր գրող, իտալական ռեալիստական նովելի հիմնադիր Ջովաննի Բոկաչոն։ Բոկաչոյի գլուխգործոցը Դեկամերոնն է, որտեղ նա արծարծել է վերածննդի դարաշրջանի բազմաթիվ արատներ։ Այդ գրքում հեղինակը ծաղրել է կաթոլիկ հոգևորականությանը եւ չափազանց ուշագրավ է, որ կյանքի վերջին տարիներին իրեն մեղավոր է զգացել դրա համար, անգամ ուզել է ոչնչացնել Դեկամերոնը։ 1935 թվականի փետրվարի 12-ին է ծնվել Հրանտ Մաթևոսյանը, հայ գրականության բարձր գագաթներից մեկը, ով մեր արձակը հարստացրեց բանաստեղծական լեզվով։ Նրա ստեղծագործության առանցքը մարդու եւ մարդկայինի հանդեպ անսահման սերն էր, մեծ կարեկցանքը։ Մի առիթով Վիլյամ Սարոյանը Մաթևոսյանի մասին ասել է. «Որևէ ազգի մեջ իր մե լավ պատմություն գրող չկա։ Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կտան հայոց մասնակցությունը մարդկության պատմության։ Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ասեմ, որ անուժը, որ անհրաժեշտ է, հսկայական Հրանտ Մաթևոսյանի մեջ է»։ 1564 թվականի փետրվարի 15-ին է ծնվել փորձարարական ֆիզիկայի հիմնադիր, փիլիսոփա, մաթեմատիկոս եւ աստղագետ Գալիլեո Գալիլեյը։ Նա առաջին մարդն էր, որ երկինք նայեց խոշորացնող սարքով, աստղադիտակով։ 1609 թվականի աշնանը առաջին անգամ իր պատրաստած աստղադիտակն ուղղեց դեպի լուսին ու պարզորոշ տեսավ նրա մակերևույթի անհարթությունները։ Ուսումնասիրելով մոլորակների շարժումը, գիտնականն ապացուցեց, որ արեգակը պտտվում է իր առանցքի շուրջը, ինչի համար բազմաթիվ հետապնդումների ենթարկվեց եւ ստիպված եղավ հրապարակավ հերքել իր հայտնագործությունը։ 1882 թվականի փետրվարի 15-ին է ծնվել հռչակավոր ամերիկացի դերասան Ջոն Բերիմորը։ Նրա մասնակցությամբ կինոնկարներն ամենապահանջվածներից էին աշխարհում։ Բժիշկ Ջեկլինն ու պարոն Հայդը, Շերլոք Հոլմս, Մոբի Դիկ եւ այլն։ Թատրոնում Բերիմորը նույնպես փայլել է յուրօրինակ խաղով ու գրավիչ ձայնով։ Փառքի գագաթնակետին հասած դերասանը սակայն հարբեցողության պատճառով հիվանդանոց է ընկնում, որից հետո նրան այլևս երբեք գլխավոր դերեր չեն վստահվում։ Փետրվարի 16-ին ժամը 14-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Մկրտիչ Սեդրակյանի 90-ամյակին նվիրված ցուցահանդես։ Կներկայացվեն նկարչի վրձնին պատկանող դիմանկարները։ Այս ցուցահանդեսի մասին կպատմենք արդեն մեր հաջորդ թողարկման ընթացքում։ Իսկ այսօրվա համար այսքանը։ Կհանդիպենք։